ուրեմն ստեղ ներկայացված են սահմանադրության կրթության մասին օրենքի, հանրակրթության մասին օրենքի բոլոր խախտումները, որը ես արձանագրել եմ որպես մանկավարժ, եւ նաեւ նշեմ, որ թե մեր սահմանադրությամբ, թե միջազգային կոնվենցիաներով եւ նորմերով երեխաների կրթության իրավունքը կոպիտ խախտված է, ուսումնական նյութերում արկաթերությունները խախտում են սահմանադրության 38-րդ հոդվածը, մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը, ՄԱԿ երեխայի իրավունքների մասին կոնվենցիա 28 եւ 29 հոդվածները, նաեւ հարգելի դատարան, ըստ պատշաճ վարչարության միջազգային ստանդարտի, նախարարությունը չէր կարող որոշում կայացնել առանց հաշվի առնելու մասնագիտական համայնքի բացասական կարծիքները, որոնք առկա են արդեն տրված են դատի, եւ ակնհայտ են սխալները, եթե նրանք արել են, ուրեմն խախտել են իրենց պատշաճ կառավարման պարտականությունը։ Հարգելի դատարան, եթե կա խոտան, ապա չի կարող լինել օրինական վարչական ակտ։ Դատարանը ունի ex officio լիազորություն այդ անօրինականությունը վերացնելու համար։ Գոյություն ունի պատշաճ վարչարություն եւ արդյունավետ արդարադատություն։ Ես ավարտում եմ, այս սկզբունքը սերտորեն կապված է վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի, վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 37 հոդվածի, որը ինքը չի ներկայացրել որպես վարչարության խախտում